Շատ կարճ, հա, 3:28-ի հետ կապված զորահանդեսը, բացի նախընտրական, այսպես ասենք, քարոզչության շրջանակներում օգտագործվող միջոց, ընդհանուր ձեր տպավորությունը ինչպիսին էր։ Պիտի մտնեմ մասնագիտական բաների մեջ, չեմ կարծում, որ այս պահին ճիշտ է։ Որոշ մտահոգություններ, լավ, ավելի բացեմ, որոշ մտահոգություններ ունեմ, մտահոգությունները հետևյալն են։ Ես տեսա հնդկական ինչ-որ ծնումների արդյունքում ձեր բերած զենքեր, ֆրանսիական, ռուսական, իրանական, այսօրվա պատերազմը ուղղակի այսօրվա բանակը ենթադրում է, որ այդ ամբողջը մեկ թվայնացված պլատֆորմի վրա պետք է աշխատի։ Ուկրաինայի պատերազմը սա ցույց տվեց։ Հետախուզական տվյալները հենց ստանում են, ուղղակի վայրկյանների ընթացքում պետք է մշակվի եւ արդեն արհեստական բանականությամբ նաեւ կիրառման թվային այդ հարթակը ինքը պետք է ուղղորդի թե որ զենքով պետք է թերախոցել եւ ուղղակի վայրկյաններ պետք է տվել։ Այդ ծրագրային ապահովում այդ բոլոր երկրները լրի տարբեր համադրելի չեն իրար հետ։ Հասկացաք ես ինչ եմ։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է։ Սա դառնալու է ոնց որ այս Su-30-ները որ առան եւ 20 թվականին մեկ մարտական թռիչ չարեցին, որովհետեւ հրթիռը հետո չկա։ Իսկ ըստեղ այն բանը, որ ես տեսա, սա լրջագույն պրոբլեմ է։ Մեծ գումարներ են ծախսել գնումների համար, բայց դրա օգտագործման տեխնոլոգիա չեն կարողանալ կիրառել։ Եվ սա խնդիր է, սա խոսում է մի բանի մասին, մարդիկ ինչ-որ բան են տեսնում, սելֆիի համար նկարում են, բայց չեն հասկանում, թե հետո դրա հետ ինչ են անել։ Եվ լրջագույն խնդիր ենք մենք ունենալ։ Հերթական, այսպես ասենք, ցուցադրական PR ավելի շատ նպատակների համար հսկայածավալ գնումներ են անում, բայց կրկնում եմ այն պատճառները, որ ես ասեմ, չես կարող ֆրանսիական եւ հնդկական եւ իրանական զենքերը թվայնացնես մեկ կառավարման կենտրոնում։ Չի ստացվելու։ Իսկ պարոն նախագահ, արդյոք այնտեղ դուք նկատեցիք, եթե զորահանդեսը նայել եք, նկատեցիք արդյոք 8 միլիարդ դոլարի գնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասում է, որ մեր 8 միլիարդ դոլարով ավելացած պետական պարտքի զենք է գնում։ Ոնց որ միշտ ստում է, այնինչ տեսել եմ, այնտեղ եթե համարենք ոչ թե մեկ դորով, այսպես ասենք, չեմ կարծում, որ իրենք 1 միլիարդից ավել գնումներ են արել։ 8 միլիարդից 4-ի տեղը չի երևում։ Մեր գնահատականը սա է։ Ինչպես կգնա։ Ինչ։ Իսկ մեր շնիկների մարտունակությունը ինչպես կգնա։ Ոչ շնիկների։ Վահանակով նոր գնված։ Գիտեք, ամենից լավ գնահատականը կտա նրանք, ովքեր խորը ուսումնասիրում են եւ հետևում են, թե ինչ է կատարում Ուկրաինայում։ Այդ խաղալիքները չաշխատեցին։